Pipedrive համակարգը հնարավորություն է տալիս արդեն ունեցած տվյալների բազան ներբեռնել համակարգ։ Դրա համար ցախ հատվածից սեղմում ենք 3 կետերի վրա եւ ընտրում Import Data։ Բացված պատուհանում կտեսնենք, որ կարող ենք ներբեռնել XLSX եւ CSV ֆայլեր։ Սեղմելով Upload Spreadsheet կոճակի վրա կարող ենք ընտրել համապատասխան ֆայլը։ Հաջորդ քայլով պետք է կատարենք տվյալների համապատասխանեցում ըստ Pipedrive-ում եղած դաշտերի։ Համապատասխանաբար ընտրում ենք, որ ֆայլում եղած անունները լրացվեն person name դաշտում, հեռախոսահամարի համար ընտրում ենք հեռախոսահամարի դաշտը և հաստիքը հաստիքի համար նախատեսված դաշտում։ Սեղմելով Next կոճակի վրա ֆայլերի preview հատվածն է երևում։ Նորից սեղմելով Next, բացված պատուհանում կարող ենք նշել, որ կրկնվող ինֆորմացիան կամ merge լինի, այսինքն ավելացվի արդեն եղած ինֆորմացիայի հետ, կամ ստեղծվի նոր կոնտակտներ, create multiple records ընտրելով։ Այնուհետև սեղմում ենք Start Import կոճակի վրա և ինֆորմացիան ավելանում է Pipedrive մեր կոնտակտների հատվածում։ Ներբեռնված ֆայլի մասին ինֆորմացիայում կարող ենք տեսնել, քանի կոնտակտ է ավելացել։ Եթե կրկնվող ինֆորմացիա կա ֆայլում, համակարգում դա ավտոմատ միավորվում է և այդ ինֆորմացիան երևում է Merged հատվածում։ Եթե ֆայլում եղած ինֆորմացիան բաց է թողնվում, այդ ինֆորմացիան երևում է Row Skipped հատվածում։ Ներբեռնված ֆայլը 48 ժամվա ընթացքում կարող ենք նաև հետ վերադարձնել, սեղմելով Revert կոճակի վրա։ Ներբեռնումների մասին պատմությունը կարող ենք տեսնել Import History հատվածում։ Pipedrive-ից հնարավոր է նաև կատարել տվյալների export, օրինակ կարող ենք մեր կոնտակտների բազայից ըստ համապատասխան դաշտերի կատարել ֆիլտրացիա։ Ընտրում ենք ֆայլերը և սեղմելով 3 կետերի վրա ընտրում ենք Export Filter Result տարբերակը և դուրս բերում տվյալները։ Export եղած ֆայլերի մասին պատմությունը նույնպես կարող ենք տեսնել տեղափոխվելով Export Data և Generated Exports հատվածում կտեսնենք արտահանված ինֆորմացիան։